Ողջույն իմ շատ սիրելի ընկերներ, ողջունում եմ բոլորիդ, բոլորիդ բարի օր եմ ցանկանում, հաճելի դիտում, սիրելիներս, այսօր պատրաստելու ենք հավի կրծքամսով թեթև, գունեղ, համեղ, վիտամիններով հարուստ աղցան, ձեզ ներկայացնեմ բաղադրիչները և անցնենք պատրաստելուն, հարգելի ընկերներ։ Մենք ունենք ամենակարևոր բաղադրիչը հավի կրծքամիս, գազար, քաղցր պղպեղ բուլղարական կարմիր, ընտրել եմ հատկապես կարմիրը, որ շատ գեղեցիկ գունային երանգներ ստանանք։ Կանաչիների տեսականի եմ ընտրել, այստեղ ունենք սամիտ, ունենք մաղադանոս, ունենք համեմ, սոխ, կանաչ ոլոր մարինացված, ունենք կարմիր պղպեղ աղացած կծու, ավոկադո և մի փոքր ձևավորման համար կպարենք, մնացածը մեջը կլինի։ Ունենք արևածաղկի ձեթ, ունենք սև աղացած պղպեղ և աղ։ Դե ինչ սիրելի ընկերներ, անցնենք աշխատելուն, ընթացքը կտեսնեք, որ մթերքը ինչպես եմ կտրատելու, քերիչով անցկացնելու ձևավորման ընթացքին։ Դե ինչ, անցնենք պատրաստմանը։ Դե ինչ, սիրելի աղջիկներ, մանրացրել եմ հավի կրծքամիսը, կավելացնեմ այստեղ կանաչ ոլորը ամբողջությամբ։ Հիմա կկտրատեմ կարմիր պղպեղը, քաղցր, հետո կանցնենք գազարի կտրատելուն։ Կտրատենք քաղցր պղպեղը երկար, քանի որ ինչպես հասկացաք, բոլոր բաղադրիչները բացի ոլորից երկար են լինելու, շատ երկար այսպես չանենք, ձողիկների նման, այսպես անենք, որ շատ երկար էլ չլինի, հարմար լինի ուտելուն։ Հիմա ամբողջը կկտրատեմ և կմիանանք նորից։ Այստեղ կտրատեցին կարմիր պղպեղը, հերթը հասավ գազարին։ Հիմա կանցկացնենք գազարը։ Հարգելի ընկերներ, տեսնում եք, գազարը անցկացրել եմ կորեական աղցանի քերիչով, այսպես թել-թել, շատ գեղեցիկ է ստացվել, տեսնում եք, շատ գեղեցիկ է, ինչ կասեք, ինչ կարծիք ունեք, հիմա կկտրատեմ կանաչիները, տեսնենք, ինչ ենք ընտրում այս աղցանի համար, կօգտագործեմ բոլոր տեսակի կանաչիները, սիրելիներս։ Սիրելի ընկերներ, ավոկադոն է կտրատեցի շատ բարակ, շատ բարակ, հիմա կտեսնեք, տեսնում եք բարակությունը, կավելացնենք մի մասը աղցանին, մի մասը կթողնենք զարդարելուն։ Հեռախոսից մարտկոցը նստել է, չէի նկատել, ընթացքում հա խոսում էի, պատմում էի, բայց վերջ-վերջո չէի նկարել ընթացքը, ներողություն եմ խնդրում, այստեղ ավելացրել էի կանաչիները, ավելացրել եմ ավոկադոն բարակ շերտերով կտրտված, համեմունքները, կարմիր, սև պղպեղները աղացած, կարմիրի դեպ կծու է, աղ եմ ավելացրել և ձիթա յուղ։ Հիմա ես կխառնեմ համերը, թող խառնվեն, մի փոքր հետո կտեղավորեմ ափսեի մեջ և պատրաստի վիճակում կտեսնեք, սիրելիներս, ինքը շատ հեշտ պատրաստվող աղցան է, շատ օգտակար, ինչու ոչ։ Մի խոսքով, հիմա կտեղավորեմ ափսեի մեջ և ընդհանուր տեսքը կտեսնեք, պատրաստեք, օգտվեք, գրեք մեկնաբանություններում, ընկերության հայտ ներկայացրեք, դրանից ես ինձ լավ կզգամ, ավելի ոգևորված կպատրաստեմ նոր բաղադրատոմսեր կներկայացնեմ ձեզ։
Սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի նորությունների դեպքում ձեզ մոտ ավելի շուտ նորությունները լինեն իմ վիդեոների։ Դե ինչ սիրելիներս, հիմա ես կխառնեմ և պատրաստի վիճակում կտեսնեք։ Հարգելի ընկերներ, ահա և մեր աղցանը գունեղ, վիտամինային հարուստ պատրաստ է։ Փորձեք, գրեք մեկնաբանություններում, տեսնեմ հավանեցիք թե չէ։ Եթե սիրում եք մի փոքր թթվարշություն, կարող եք ավելացնել կիտրոնի հյութ, եթե ոչ, այսպես էլ շատ համեղ է, սիրելի ընկերներ, փորձեք, գրեք մեկնաբանություններում, ձեզ շատ սիրում եմ, սիրեք և եղեք սիրված, հարգելի ընկերներ, հաջողություն։